Այսօր բերել եմ ձեզ այսպես գեղեցիկ նվագարան, գործիք, որի անունը սազ է, կարող եք գտնել, սազ, այո, դուք հիշում եք ծնգլը մնգլը ծիտ, այդ ծիտիկը, որ վերջում սազը առնում է, դնում նստում սկսում է նվագել, ծնգլը մնգլը ծիտ, ծնգլը մնգլը ծիտ, սազիկներ ինչ է լինում, ընկնում է ու կոտրվում է, սազը կառուցված է փայտից, այսօր փայտ է, մետաղական լարերից, տեսեք այստեղ մետաղներ են, այս լարերը, երբ որ խփում ես այդ մետաղներին, այս խփիչա կոչվում սա, միդիատր, դրանով երբ որ հարվածում եք, ինքը ձայն է հանում մետաղը, եւ այդ ձայնը հենց այստեղից է լսվում, ոչ թե այստեղից, այստեղ միայն անցք կա, ճիշտ է, բայց այս անցքը ուղղակի արված է, որ գործիքը ինքը օդափոխվի նաեւ, լավ, բայց արված չի ձայնի համար, սազի ձայնը լսում եք դիմացից, այստեղ հնչյուններն են, ლა, սի, դո, ռե, մի, ֆա, ոնց որ դաշնամուրի վրա չէ ունենք դո, ռե, մի, ֆա, սոլ, ля, սի, դո, այնպես է սազի վրա այս սրանք են հնչյունները, այս փոքրիկ սև գծիկները։ Այս համար մի նվագարան եմ բերել, դիմացից կաշի է, հորթի կաշի, այստեղ կողքերը փայտով են ամրացված, այս կլորակը փայտ է, իսկ այդ մեջը տեսեք մետաղական փոքրիկ զնգլարներ են, այսպես, որ ձայն շրխկաներ են, որպեսզի ձայն հանի խփվելուց։ Տեսեցիք ինձ ձայն, փորձենք չէ հայտ նվագակցել։